Քննարկման նպատակը հայաստանյան դոնոր կազմակերպությունների կողմից իրականացրած ծրագրերի արդյունավետության գնահատումն էր դոնորների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների կողմից։ Բացելով քննարկումը նախ հարց հղվեց մասնակիցներին, թե ինչ նպատակով են ընդհանրապես դոնոր կազմակերպություններն իրականացնում ծրագրեր Հայաստանում և այլ զարգացող երկրներում։ Արդյոք դա համընդհանուր բարեկեցության և միջազգային համերաշխության պատճառով է արվում իշա բոլորի, թե դոնոր երկրները իրենց շահերն ունեն։ Նիդերլանդներում հասկացել են, որ կախված են ամբողջ աշխարհից։ Նիդերլանդները փոքր երկիր է և առևտրի աշխարհում բարվոք լինի, այնքան դա դրական է իրենց համար։ Նիդերլանդների կառավարության ու թերևս հասարակության համար են նման աջակցության ծրագրերը նախ եւ առաջ միջազգային համերաշխության տեսանկյունից են արվում։ Նորվեգիայի, Ֆինլանդիայի համար ամբողջ աշխարհում և Հարավային Կովկասում նույնպես խաղաղությունը, կայունությունը, բարեկեցությունը օգտակար է բոլորի համար։ Այդ առումով մեր երկրների կառավարությունները նպաստում են այնպիսի ծրագրերի իրականացմանը ձեր տարածաշրջանում, որոնք կծառայեն այդ նպատակին, ինչպես նաև կծառայեն արդարության և ժողովրդավարության խնդիրների լուծմանը։ Իսկ որն է դոնոր կազմակերպությունների համար հաջողության ու արդյունավետության չափանիշը, հաճախ է քննարկվում այն հարցը, որ դոնոր կազմակերպությունները օրինակ 20 տարի ֆինանսավորել են մամուլի ազատության տարբեր ծրագրեր, լրատվամիջոցների ազատության հարցը այնուհանդերձ Հայաստանում չի լուծվել։ Արդյոք սա նշանակում է, որ այդ ծրագրերը տապալվել են։ Հարցին այսպիսի մեկնաբանություն է տալիս Հայաստանում ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության գրասենյակի տնօրենը։ Տարբեր ոլորտներում արդյունավետության չափանիշները տարբեր են։ Տնտեսական և սոցիալական ոլորտներում առաջընթացն ավելի նկատելի է։ Քաղաքացիական հասարակության, ժողովրդավարության ոլորտներում առաջընթացն ավելի դժվար է։ Այստեղ խնդիրները շատ են և բարդ են։ Դա չի նշանակում, որ պետք է հուսահատվել և դադարեցնել ծրագրերը։ Պետք է փորձել գտնել ճիշտ թիրախները և ամենավերին արդյունքի հասնելու նպատակով։ Դահլիճից հնչեցրին բազմաթիվ հարցեր, որքանով են օրինակ այսպես ասած դոնոր երկրները մասնակցություն ցուցաբերում այս կամ այն ծրագրի ֆինանսավորմանը կամ մերժմանը։ Ըստ բանախոսների նրանք համագործակցում են սեփական կառավարությունների հետ, սակայն վերջին հաշվով իրենք են ընտրում կամ մերժում ծրագրերը։ Ամեն դեպքում դոնոր կազմակերպությունների գործունեության արդյունքում Հայաստանում քաղաքացիական հասարակություն ձևավորվել է, վավերացրին քննարկման հիմնական մասնակիցները, այնինչ դահլիճում այս մտքեր շատերը համաձայն չէին։ Ինչ կարելի ասել քաղաքացիական հասարակության մասին, երկրորդ յուղերում տիրում է ֆեոդալիզմը։ Յուղացին չգիտի իրեն իրավունքները որն է, շահերը որն է, ինչպես պաշտպանի, նա վախեցած վիճակում է այսօր գտնվում։ Խոսում ենք դոնորների մասին։ Մինչև հիմա Հայաստանը բավականին մեծ գումար է մտել, այդ թվում ես գյուղատնտեսության առումով կարող եմ ասել, որոնց մի մասը ոչ նպատակային է օգտագործվել։ Ցույց են տալիս երկրիշ տվեր, տնտեսական հաջող երկրիշ տվեր, որոնք իրականությանը չեն համապատասխանում։ Դահլիճից հնչող հաջորդ հարցը, որն ուղղակի ուղղված էր դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչներին, հետևյալն էր, թե որքանով է հայաստանյան կառավարությունը մասնակցում կամ ավելի շուտ ուղղորդում դոնորներին ֆինանսավորելու այս կամ այն կազմակերպություններին ու ծրագրերը, կամ եթե մերժում են ծրագրերը, ապա ինչու չի տրվում համապատասխան համոզիչ բացատրություններ։ Ես ուզում եմ հարցնել, ինչքանով են ազդում ձեր որոշումների վրա Հայաստանի կառավարությունը, որտեղ ինքներս մի քանի անգամ մենք գիտենք, ունենք հատեր, ունենք ծրագրեր, որ ինչ-որ ծրագիր տապալել են, ինչ-որ տեղ ապա մերժում են ստացել։ Հետո խորհրդային խոսակցությունների ժամանակ խոստովանել են, որ իրենք չեն տվել այդ դրամաշնորհը, որտեղ մեր կառավարությունը չի թույլատրել։ Եվ երրորդ, երբ որ փակ ծրագրով մենք գնում ենք որևէ կազմակերպությանը, ոչ մի բան մեզ չեն պատասխանում, անցնում է ամիսներ, եւ դնում ենք, որ մեր տրված ծրագիրը իր ամեն ինչով հանկարծ այս կազմակերպությունը հայտարարում է մշտի բոլորի համար։ Դոնորները միաբերան վստահեցրին, թե ֆինանսավորվող ՀԿ-ների ընտրության հարցում իրենք չեն կաշկանդվում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից, ինչ մնում են լավագույն ծրագրերը մերժելուն, մոտավորապես այսպիսին էր պատասխանը, որ բոլոր լավագույն ծրագրերը միանգամից ֆինանսավորել չեն կարող։ Քննարկումն այս սահմանափակվեց նախկին արտաքին գործոս նախարար Civitas հիմնադրամի հիմնադիր Վարդան Օսկանյանի ելույթով։ Նա հորդորեց դոնորներին համախմբվեք եւ պայմանավորվեք մի մեծ ծրագրի շուրջ հեռարձակող լրատվամիջոցների ծրագիր ֆինանսավորեք, որ կարողանաք հավասարակշռությունն ապահովել պետական պրոպագանդայի մյուս թևի։ Քրիստինա Մկրտչյան, Տիգրան Գասաբյան, Գրիգոր Շաղոյան, Գալանյուս։